Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Վերել եք ոտի վրա ձեռի հետ գիշերվա ընթացքում ինչ-որ մտածել եք, որ կարող է։ Քաղաքացիական պայմանագիրը չի ուզում ընտրական դաշինքների անվանումներում անձնանուն տեսնել։ Որոշում ընդունվել է։ Կարող ենք օրենք ընդունել եւ ասել բոլոր ենթադրենք Սամվել անունով մարդիկ չեն կարող լինել տեխնացու։ Սամվել Կարապետյանի թիմը կարծում է ընտրական օրենսգրքի փոփոխությունը հենց նրա անունը ընտրական դաշինքում չներառելու համար է։ Վաղը միսօր կարող է ասենք 42 համար ագնող կոշիկ ունեցող չպիտի մասնակցի։ Every bridge in Iran Հորմուզի նեղուցը բացելու Իրանին Թրամփի տված ժամանակը սպառվում է, լարվածությունը ժամ առ ժամ սրվում։ Նվազել թե աճել է զորակոչիկների թիվը։ 44,000-ից 14 տարում, իջել է 14,000։ Զորակոչվածների թվականակն ավելացել է 25.3%-ով։ Երկու տարբեր հայտարարություններ իշխանությունից։ Ինչ են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն։ Նախ ներքաղաքական զարգացումների մասին։ Ընտրություններից 2 ամիս առաջ իշխող քաղաքացիական պայմանագիրը հրատապ խորհրդարան էր բերել եւ ընդունեց մի օրինագիծ, որով դաշինքների անվանումներում կարգելվի օգտագործել անձնանուններ, տեղանուններ կամ վիրավորական արտահայտություններ։ Քաղաքացիական պայմանագրի ջանքերով իշխանական նախաձեռնությունը մի քանի ժամում ընդունվեց, բայց ոչ այնքան սահուն։ Նրանց պետք եղավ մի քանի ընդմիջում վերցնել, որ падգամավորները հավաքվեն։ Ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումների մեկնարկից ընդամենը 5 օր առաջ իշխող քաղաքացիական պայմանագիրը փոխեց ընտրական օրենսգիրքը։ Իշխանական падգամավորների նախաձեռնած փոփոխությամբ քաղաքական ուժերն այլևս հնարավորություն չեն ունենա դաշինքի անվանման մեջ անձնանուն ներառել։ Սա անդիմադիրների պնդմամբ արվեց, որպեսզի գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը հնարավորություն չունենա դաշինքը կոչել Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Արդյոք վատարկող նորմ չի։ Մարդը գնացել է պետ ռեգիստրում գրանցել բերել եկել արդեն ԿՀ-ում գրանցելու ժամանակահատված, վերել եք ոտի վրա ձեռի հետ գիշերվա ընթացքում ինչ-որ մտածել եք, որ կարող է մարդու անունը խանգարից էր քաղաքական ուժին։ Մինչև նախագծի հիմնական զեկուցող ՔՊԱ-ական Արուսյակ Ջուլհակյանը կփորձեր հիմնավորել, թե ինչու են ընտրություններից ուղիղ 2 ամիս եւ առաջադրումներից 5 օր առաջ ընտրական օրենսգիրք փոխում, ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նախաձեռնությունը որակեց հակաիրավական։ Ասաց անկախ պատճառներից այս փուլում օրենսգիրք փոխելն անթույլատրելի է։ Անիմաստ համարեց անգամ նախագծի բովանդակությանն անդրադառնալը։ Եվ եթե ինչ-որ մեկ ասում որ սա հիմնարար փոփոխություն չի, լուրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ ՔՊԱ-ականների այս նախաձեռնության մասին հայտնի դարձավ 3 ուշ երեկոյան։ Արտահերթ նիստով այս փոփոխությունը բերելու եւ այն հրատապ ընթացակարգով ընդունելու պատճառները փորձեց պարզել ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանը։ Էս ինչ նշանակում գիշերվա կեսին շրջանառվում է, առավոտյան գալի ներկայացվում է, ինչու։ Խնդիրը նոր է հայտ եկել, պարոն, մի քանի օր է, պարոն Խաչատրյան, ինչ խնդիրի հայտ է եկել։ Իսկ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությունը մի քանի օր առաջ դաշինք էր կազմել 2 քաղաքական ուժի հետ եւ հայտարարել. դաշինքը կոչվելու է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Մինչև օրս որևէ այլ կուսակցություն դաշինքի մասին չի հայտարարել, որի անվանումը կպարունակի անձնանուն։ Կուսակցության դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն եւ սա հստակ ուղղված է կոնկրետ քաղաքական ուժին, սա հստակ ուղղված է ձեր վախերի, քաղաքական մեծամասնություն, ձեր վախերի, այո, հենց ձեր վախերը փարատելուն։ ՔՊԱ-ական Արուսյակ Ջուլհակյանը, որ նախագծի հիմնական զեկուցողն է, բացատրեց, այս փոփոխությամբ շտկում են իրենց վրիպակը, որ թույլ են տվել 2024 թվականին, երբ դարձյալ ընտրական օրենսգիրք էին փոխում։ Մանրամասնեց, այն ժամանակ ընտրական օրենսգրքով արգելված էր, որ դաշինքների անվանումները պարունակեն անձնանուններ։ Իրենք սխալմամբ քվեարկել եւ հանել են այս արգելքը։ ՔՊԱ-կանը պարզաբանեց, կուսակցությունների մասին օրենքում այս արգելքը վաղուց կա, իսկ որ 2020
2024-ին վրիպակ է եղել, ասաց փաստում են նաև այդ օրերի նիստերի արձանագրությունները։ Որևէ տրամաբանություն չկա այն բանում, որ կուսակցությունների մասին օրենքով արգելվի մեկ կուսակցությանը ունենալ անձնանուն իր անվանման մեջ, բայց կուսակցությունների խմբին, մի քանի կուսակցություններին հնարավորություն տրվի, որ նրանք իրենց անվանման մեջ ունենան անձնանուն եւ մեծամասնական ընտրակարգի համամասնականի տակ մեծամասնական ընտրակարգ առաջ տանը։ Իշխանական падգամավորի բացատրությունները որևէ կերպ չմեղմեցին ընդդիմադիրների վրդովմունքը, ավելին Գեգամ Մանուկյանին չհամոզեցին նաև հիմնական զեկուցողի փաստարկները, թե 2024-ին վրիպակ են թույլ տվել։ Ընդդիմադիր падգամավորը մեջբերեց անկախ դիտորդի անդամ Դանիել Յուաննիսյանի գրառումը, որը օրեր առաջ քննադատել էր ՔՊ-ին այս օրենքը թաքուն փոխելու համար եւ պնդել, որ այդ առաջարկի հեղինակը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Այսօր արդեն Յուաննիսյանը հակառակն էր ասում, ՔՊ-ն թաքուն ոչինչ չի արել, ընդամենը վրիպել են։ Հետո որ նայել ենք հանձնաժողովի նիստի արձանագրությունը եւ նայել ենք մի շարք այլ բաներ առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում եկել ենք այն եզրանկման, որ այդտեղ ինչ որ մեկի տեխնիկական վիպակն է եղել, այդ չենք բարձել եւ ինձ թվում է դա երբեք չենք բարձի թե ով է։ Ընտրությունների նախաշեմին այս վրիպակը շտկելը Դանիել Յուաննիսյանը խնդրահարույց համարեց, բայց ասաց ոչ քննադատում, ոչ ողջունում են։ Ընդդիմադիր падգամավորները մինչդեռ հայտարարեցին, անգամ եթե վրիպակ է եղել, միևնույն է, ընտրություններից 2 ամիս առաջ օրենսգիրք փոխելը նաեւ Վենետիկի հանձնաժողովը չի խրախուսում։ Ընտրություններից 2 ամիս առաջ իշխող ուժը վրիպակ անվան տակ փոխում է խաղի կանոնները եւ այս տրամաբանությամբ հանգիստ կարող են փոխել առաջինից երկրորդ ընթերցման օրինակ առաջարկում են փոխել, որ ընտրություններին թեկնածու չեն կարող լինել մարդիկ, որոնք կրում են Գեգամ անուն օրինակ։ Կարակ ու դուք կարական եք էտի, որովհետեւ սահմանագծում չկա ձեր համար, ասում են վրիպակ է։ Արդարադատության նախարարությունը այդ նախագծերը վերջում տեսել է, հաստատվել է, ուղարկել է նախագահային վավերացման, բայց ինչի այդքան մարդ պարգևաճառ տանում լավ աշխատանքի համար, եթե այդտեղ վրիպակ է ցույց տալիս։ Իշխանականները շարունակեցին հիմնավորել, փոփոխությունը բխում է նաև համամասնական ընտրակարգի տրամաբանությունից։ Մենք հատուկ անցանք 100% համամասնականի, որ անձերից ընտրությունները, որ անձերից դառնան կուսակցությունների շուրջ, դառնան քաղաքական գաղափարների շուրջ, ոչ թե անձերի շուրջ։ Հիմա ասում եք, չէ, ինչ եք անձերի անունը արգելում օգտագործել դաշինքի անվան մեջ։ Նիկոլ Փաշինյանի անունով չեք դուք ընտրություններին մասնակցում։ Ոչ չէ։ Պարոն Ալեքսանդրյան, ձեր խոսքը անգամ դասական միտք է դարձել ուսապարկիզմի մասին։ Դուք էսի չեք խոսում։ Այսինքն դուք հիմա պայքարում եք այն երևույթի դեմ, որով եկել եք եւ շարունակում եք։ Հարց չկա, ճիշտ եք անում, եւ դա ճիշտ է, բայց մի փաթեթավորեք սա այս իրավիճակում եւ տարեք տեխնիկական վրիպակ երել եւ այլն։ Հիմա այս տեխնիկական վրիպակը քաղաքական հետևանք ունեցող վրիպակ է։ Եվ դուք պետք է ձեռնպահ մնայիք այսպիսի քայլից։ Քվեարկություն։ Իշխող մեծամասնությունը օրենքն ընդունեց ոչ այնքան հեշտ։ Մի քանի ընդմիջում վերցնելուց հետո միայն քաղաքացիական պայմանագիրը կարողացավ ապահովել անհրաժեշտ կողմ քվեները։ Քվեարկածների թվում էր նաև ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը լքած Գեգամ Նազարյանը։ Դեմ 6 ձեռնպահ 0 որոշում ընդունվել է։ Օրինագծի քննարկմանը զուգահեռ գործարար Սամվել Կարապետյանի թիմակիցներն էին բողոքի ակցիա անում ազգային ժողովի դիմաց, ապօրինի որակելով իշխող ուժի նախաձեռնությունը։ Կարծում են դրա հիմնական հասցեատերը իրենք են, քանի որ օրեր առաջ հայտարարել են, որ ընդդիմադիր դաշինքը հենց Սամվել Կարապետյանի անունն է կրելու։ Եկեք իրանց մի քիչ նորից գցենք ցնցումների մեջ։ Սամվել, 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 Սամվել։ Սա պրիմիտիվ վախի դրսևորում է։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը աննախադեպ ապօրինություն է որակում ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգիրքը փոխելու եւ դաշինքի անվանումից Սամվել Կարապետյանի անունը հանելու իշխող ՔՊ-ի նախաձեռնությունը։ Ուղիղ 7 օր առաջ միլիարդատեր գործարարի թիմը հայտարարեց երկու ուժերի հետ դաշինք կազմելու մասին,
Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումով։ Այս որոշումից անմիջապես հետո իշխող ԿՊ-ն խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրեց նախընտրական դաշինքից անձնանունները հանելու առաջարկությամբ։ Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունից հետո Կարապետյաններն այլևս չեն կարող իրենց ստեղծած դաշինքի անվանումով մասնակցել ընտրություններին։ Սա նշանակում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողով նախընտրական ցուցակները ներկայացնելուց ուղիղ 1 շաբաթ առաջ ընդդիմադիր դաշինքը պետք է վերանայի իր անվանումը, զեղչելով Սամվել Կարապետյան անունը։ Վերջերս տեսնում ենք, չէ, հաճախ գործադիր իշխանության այս պահի դրությամբ ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքը արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հատուկ հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ Սամվել Կարապետյան բառը, անունը, ազգանունը չօգտագործելու համար։ Բա սա արդյոք ուժեղ իշխանության դիրքն է։ Կարծում եմ սոցիոլոգիական հարցումները եւ ողջամիտ տրամաբանությունը կհուշի, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքի անդամ Արամ Վարդևանյանի համոզմամբ իշխող ԿՊ-ն իր այս քայլով խախտում է ընտրական գործընթացի հավասարությունը։ Փաստաբանի խոսքով եվրոպական արժեքներից շարունակ խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կիլոմետրերով հեռանում է այդ արժեքներից, նմանվելով արդեն բռնապետ Ալիևի վարչակազմին։ Վենետիկի հանձնաժողովի կանոնները այս կերպ կարող են մեկնաբանել եւ նման կերպ փոփոխություն անել մեր հարևան երկրներից, օրինակ Ադրբեջանում։ Իդեպ կարող է եւ հենց որպես լավագույն փորձ վերցնում են հենց այդ օրինակը։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքի մեկ այլ անդամ Էդգար Ղազարյանն ավելի պատկերավոր է նկարագրում իշխանության վախերը, նշելով, որ եթե սկզբում Նիկոլ Փաշինյանը պայքարում էր Սամվել Կարապետյանի նկարների դեմ, դրանք հանելով մայրաքաղաքի տարբեր վայրերից, հիմա էլ սկսել է նրա անվան դեմ պայքարը։ Ղազարյանի համոզմամբ իշխանությունը տեղեկություն ունի, որ Սամվել Կարապետյանի դաշինքի հեղինակությունը բարձրանում է, պայմանավորված նաև հենց Կարապետյանի անձով, եւ հիմա որոշել են դրա դեմը առնել։ Հիմա տան խոսակցություն երեխուց իմացի, չէ՞, տես մի հատ բան կա։ Հասմիկ Հակոբյան, պատգամավոր, ասում էր միգուցե մենք օրենք ընդունենք եւ Սամվել անունով մարդկանց արգել ենք մասնակցել ընտրություններին։ Մենք հիմա կարող ենք մեծամասնություն ունենք, կարող ենք օրենք ընդունել եւ ասել բոլոր ենթադրենք Սամվել անունով մարդիկ չեն կարող լինել տեխնացու։ Կարող ենք չէ անել։ Տեսականորեն կարող ենք վերցնել եւ անել դա։ Պարզապես լուրջ է դրանք այդ բանը։ Քննարկումներ եղել է, հիմա ընտրություն օրենք են ընդունել, որով արգելում են Սամվել միջևան նկարների հետ էին պայքարում։ Հիմա կապել են անունի հետ, վաղը այսօր կարող է անձնական տվյալներից կոշիկի ռազմերն ճշտեն, ասեն 42 համար ագնող կոշիկ ունեցող չպիտի ընտրությունների մասնակցի։ Սա անլուրջ է հասկանում եք, հա։ Դաշինքի անդամ Գոհար Մելոյանն այսօր խորհրդարանի առջև կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տեղեկացրեց, որ իրենց թիմի անդամները արդեն հանդիպել են միջազգային գործընկերների, ներառյալ ԵԱՀԿ ժմիգի հետ, ովքեր ըստ Մելոյանի զարմացած են եղել ԿՊ-ի քայլերից։ Բոլորը փակ հանդիպումներում լուրջ վրդովմունք ու զարմանք արտահայտեցին այսօրվա իշխանության գործելաոճից, որի իդեպ իրազեկված եւ տեղյակ չեն։ Ինչ ազդեցություն կունենա ուժեղ Հայաստանի դաշինքից Սամվել Կարապետյանի անվան հանումը, արդյոք դա կնվազեցնի քաղաքական այս ուժի շանսերը ընտրությունների ընթացքում։ Իմ գնահատմամբ ոչ, որովհետև առաջնային ճանաչելիությունը Սամվել Կարապետյանը ունի, մեր ուժեղ Հայաստան կուսակցությունը արդեն բավականին ճանաչելիություն ունի։ Մենք մեր խնդիրը այստեղ գտնվելու ոչ թե այնա, որ Սամվել Կարապետյանի անունը փորձում են հեռացնել, հա, քվեաթերթիկից։ Մեր խնդիրը գլոբալ է։ Մեր խնդիրը, որ միջամտություն են հակաիրավական թույլ տալիս։ Մեր խնդիրը այն է, որ փորձում են ամեն կերպ քաղաքացու կամքի վրա ներազդել։ Կարապետյանի թիմի անդամները հույս են հայտնում, որ խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունները սահմանադրական դատարանում կվիճարկեն իշխող ԿՊ-ի հակասահմանադրական նախագիծը։ Միջազգային գործընկերներից էլ ուժեղ Հայաստանը ակնկալում է կտրուկ արձագանք։ Իդեպ բողոքի ակցիայի ժամանակ խորհրդարանի ճաղերից այն կողմ մի պահ երևաց եվրոպական մի պատվիրակություն Շվեդիայի խորհրդարանից։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի անդամներից Էդգար Ղազարյանը առիթը բաց չթողեց եւ բարձրախոսով սկսեց կանչել եվրոպացիներին, ասելով, թե նրանք հանդիպում են բռնապետերի հետ, իսկ իրական ժողովրդավարությունը իրենց մոտ է։ Ղազարյանը կոչ էր անում միանալ իրենց, խոստանալով պատմել, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Կարապետյանի թիմակիցները անգլերեն բացականչում էին ոչ բռնապետությանը։ Please join us and we explain you what is happening now in Armenia. You are meeting with dictators.
Վարչապետի հետ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված պատանու հարցը վերաքննի չէ հասել, բայց դեռ հստակ չէ, թե դատավորը երբ նիստ կնշանակի եւ կքննի նրա խափանման միջոցի հարցը։ Բանտում հայտնվելուց հետո Դավիթ Մինասյանը 3 անգամ ուշագնաց է եղել եւ հիվանդանոց տեղափոխվել։ Հարազատների եւ փաստաբանների խոսքով նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի։ Դավիթի փաստաբանները դեռ անցած շաբաթ տղային կալանքից ազատելու խնդրանքով դիմել էին նաեւ գլխավոր դատախազին եւ մարդու իրավունքների պաշտպանին։ Դատախազությունից դեռ պատասխան չկա։ Վերաքննիչ դատարանում մենք այսօր ունեցել ենք միակ տեղեկությունը, որ դա մակագրությունն է, որ մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին, միակ ակնկալիքը մեր, որ դատարանը գոնե հաշվի առնելով այս բացառիկ իրավիճակը շտապ կարգով քննարկի բողոքը։ Նորից էլի շատ թույլ, անկողնային վիճակով պառկած է, ցավեր ուներ, երեք, եթե համեմատական կարգով ասենք, երեք շատ վատ է եղել։ Այսօր նույն վիճակն է։ Հիվանդապահ չունի, ինչպես գիտեք, 18 տարեկան, մենք ասում ենք երեխա, բոլորը ասում են, 18 տարեկանը երեխա չէ, երեխա է, որովհետև դպրոցական է, 18 տարեկան պատանին, 18 տարեկան երեխան տոտալ սահմանափակման մեջ է, իր նկատմամբ հենց ամենախիստ սահմանափակումներն են կիրառված։ Շատ ցավոտ է, երբ որ մենք ստիպված ենք այս գործի պատճառով բարձրաձայնել եւ ներխուժել այս երեխայի կյանք եւ խոսել իր հիվանդություններից։ Այդ հիվանդությունները նոր չեն, այդ հիվանդությունները 4 տարեկանից են եւ այո 4 տարեկանից եղբայրները եղել են առանձնակի հոգացության ներքո ծնողի կողմից, որովհետև երկուսն էլ ունեն առողջական խնդիրներ, իսկ Դավիթի մոտ դա առավել է։ Մենք խնդրում ենք այլընտրանքայինների ամենախիստը, որը ինքը հավասարազոր է եւ հավասարեցված է կալանքին, բայց անգամ դրան չեն գնում։ Մենք խոսում ենք միջին ծանրության հանցագործության մասին, մենք խոսում ենք 18 տարեկանի մասին, մենք խոսում ենք վատառողջի մասին, մենք խոսում ենք բարձր առաջադիմությամբ դպրոցական տղայի մասին։ Դավիթի մայրը դիմել էր նաև կրթության նախարար Ժաննա Անդրեասյանին, խնդրել որպես երաշխավոր հանդես գալ որդու ազատության համար, ընդգծել, որ դատավորը նրան կալանավորելիս հաշվի չի առել առողջական խնդիրները, հիշեցրել, որ հենց ինքը նախարարն էր 2023-ին Դավիթին գերազանցության վկայական շնորհել։ Ինչպես 4 օր առաջ, այսօր էլ, երբ տղայի առողջական վատ վիճակի մասին տարբեր մտահոգություններ են հնչում, նույն պատասխանն է հնչում։ Դիմումը քննարկվում է։ Մենք ստացել ենք դիմումը եւ դիմումը սահմանված ընթացակարգով քննարկման փուլում է։ Այնպես որ առաջիկայում կպատասխանենք բնականաբար։ Երկար չէ քննում դիմումի հարցը Տիկին Անդրեասյան, գուցե վաղ արագ որոշում կայացնենք։ Ես կարծում եմ, որ մենք դեռևս այն փուլում ենք, որ ձեր հարցը շատ տեղին չեմ համարում, որովհետև շատ կարճ ժամանակ է անցել եւ դա էլ կարծում եմ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեցող հարցերի ենք անդրադառնում եւ պատշաճ ժամանակին կարձագանք ենք։ Եվ միջազգային գլխավոր թեմայի Հայաստանի հարևանությամբ արդեն երկրորդ ամիսը շարունակվող պատերազմի մասին։ Իրանին նախագահ Թրամփի տված վերջնաժամկետը այսօր է լրանում, մինչ այդ նա եւ շարունակում է սպառնալ ընդհանուր մի ամբողջ քաղաքակրթության մահով եւ պնդել, որ բանակցություններ կան հակառակ կողմի հետ։ Բայց արդյոք Իրանը հակված է զիջումների։ Every bridge in Iran will be decimated. Իրանում այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա, եթե Թեհրանը չընդունի պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկները եւ չբացի Հորմուզի նեղուցը։ Իրանին տված վերջնաժամկետից ժամեր առաջ հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը պնդել է, թե Իրանում ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել եւ հիմա երկիրն ավելի խելացի ու պակաս արմատական մարդիկ են ղեկավարում։ Ապա հույս է հայտնել, թե գուցե ինչ-որ հեղափոխական եւ հրաշալի բան տեղի ունենա եւ հնարավոր լինի խուսափել այս սցենարից։ Այս գիշեր կոչնչանա մի ամբողջ քաղաքակրթություն, որն այլևս երբեք հնարավոր չի լինի վերականգնել։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա։ Մենք դա կիմանանք այսօր երեկոյան։ Մինչ այդ Թրամփը սպառնացել էր մեկ գիշերում ամբողջովին ոչնչացնել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, եթե Թեհրանը մինչև այսօր երեկո չհամաձայնի ԱՄՆ առաջարկներին։ Ամերիկյան Wall Street Journal-ի տեղեկություններով Թրամփի հայտարարությունից հետո Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ուղիղ հաղորդակցությունը։ ԱՄՆ փոխնախագահն իր հերթին հայտարարել է, որ իրանցիներն արագ չեն բանակցելու հարցում եւ ԱՄՆ-ն գիտակցում է, որ երբեմն որոշակի ուշացումներ են լինում ուղերձներ փոխանցելու ժամանակ։ ԱՄՆ-ն սակայն վստահ է, որ Իրանից պատասխան կստանա նախքան Թրամփի սահմանած վերջնաժամկետը։
Հունգարիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Ջեյդի Վենսը։ Սակայն վստահ ենք, որ կկարողանանք պատասխան ստանալ, լինի դա դրական թե բացասական։ Մենք իրանցիներից պատասխան ենք ստանալու մինչև այսօր երեկոյան ժամը 8-ը։ Հուսով եմ նրանք ճիշտ պատասխան կտան։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, մինչ այդ Reuters-ին ասել էր, թե Թեհրանը մերժել է ժամանակավոր հրադադարի վերաբերյալ բոլոր առաջարկները եւ նախապայմաններ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ երկարատև խաղաղության շուրջ բանակցելու համար։ Ըստ այդմ պետք է անհապաղ դադարեցվեն հարվածները, երաշխիքներ տրվեն, որ դրանք չեն կրկնվի ապագայում եւ վնասի փոխհատուցում տրամադրվի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ըստ իրանական լրատվամիջոցների հայտարարել է, որ առանց վարանելու կպատասխանեն, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի քաղաքացիական օբյեկտների վրա։ Ընդ որում Իրանի պատասխանը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից, զգուշացրել է կորպուսը։ Մենք այնպիսի բաներ կանենք Ամերիկայի եւ նրա գործընկերների ենթակառուցվածքների հետ, ինչը նրանց եւ նրանց դաշնակիցներին կզրկի տարածաշրջանի նավթից եւ գազից երկար տարիներ, ասվում է հայտարարությունում։ Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ մեջբերում եմ ավելի քան 14 միլիոն հպարտ քաղաքացիներ մինչ օրս գրանցվել են հանուն Իրանի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերելու համար։ Մասուդ Փեզեշքյանը սոցցանցում գրել է, որ ինքը եւս հավատալի է այդ գաղափարին։ Ժամ առ ժամ սրվող լարվածության ֆոնին մի շարք երկրներ կողմերին կոչ են արել երկխոսությամբ լուծել խնդիրը։ Կատարի արտգործնախարարության խոսնակը կոչ է արել կարգավորել խնդիրը, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից, քանզի որքան այս պատերազմը շարունակվի, այնքան շատ կտուժեն թե տարածաշրջանը, թե աշխարհը։ Այս պատերազմի շարունակվելու դեպքում չկան հաղթողներ, կան միայն պարտվողներ, որոնց ցանկն ամեն օր ընդլայնվում է ստեղծված տնտեսական վիճակի հետևանքների պատճառով։ Ու մինչ հաշված ժամեր են մնում Թրամփի վերջնաժամկետին, պատերազմի 39-րդ օրը Իսրայելն ու ԱՄՆ-ն շարունակել են հարվածներն Իրանին։ Մեհեր գործակալության փոխանցմամբ հարձակման է ենթարկվել Խարկ կղզին, որտեղով արտահանվում է իրանական նավթի մեծ մասը։ ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ Խարգի նավթային օբյեկտներին չեն հարվածել, այլ միայն ռազմական թիրախներին։ Իսրայելը հայտարարել է, որ Իրանում հարվածել է 8 կամրջի, նաև երկաթուղային ցանցին։ Բանակը պնդում է, որ Իրանը երկաթուղին օգտագործում է զենք զինամթերք տեղափոխելու համար, հետևաբար այն լեգիտիմ թիրախ է։ Հարձակումից առաջ իսրայելական բանակն իրանցիներին զգուշացրել էր այսօր չօգտվել երկաթուղուց։ Ամերիկա-իսրայելական հարվածներից Իրանում այսօր ընդհանուր 35 մարդ է սպանվել, միայն 18-ը Ալբորզ նահանգում։ Վիրավորվել է 2 տասնյակից ավելի մարդ։ Հարձակման են ենթարկվել նաև Խորամաբադի օդանավակայանը, իսկ Շիրազում նավթաքիմիական գործարան, երրորդը պատերազմի ընթացքում։ Իսրայելի բանակը նաև հայտարարել է, որ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի մարտիկների է սպանել Լիբանանում։ Իրանի աջակցությունը վայելող շարժումը պատասխան հարվածներ է հասցրել։ Իսրայելական բանակը հաստատել է, որ վերջին 48 ժամում 36 զինվոր է վիրավորվել։ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելի մի քանի քաղաքների, կան ավելացություններ, նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներին։ Ի պատասխան Շիրազի նավթաքիմիական գործարանի հարձակման իրանական զինուժը նավթաքիմիական համալիրի է հարվածել Սաուդյան Արաբիայում։ Ի դեպ ռազմական եւ դիվանագիտական դաշտում այս զարգացումների ֆոնին բրիտանական Times-ը հաղորդում է, որ պատերազմի առաջին օրը վիրավորված Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անգիտակից վիճակում բուժվում է Իրանի Ղոմ քաղաքի հիվանդանոցներից մեկում եւ չի կարող մասնակցել որոշումների կայացմանը։ Խամենեին այս պաշտոնում ընտրվելուց հետո մի քանի անգամ տեքստային ուղերձներ է հղել, սակայն անձամբ չի ներկայացել հանրությանը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Նվազել թե աճել է զորակոչիկների թիվը։ 44,000-ից 14 տարում, իջել է 14,000։ Զորակոչվածների թվականակն ավելացել է 25.3%-ով։ Երկու տարբեր հայտարարություններ իշխանությունից։ Ինչ են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն։ Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովից եւ Երևանում եվրոպական լիդերների մայիսյան հավաքից առաջ հեռախոսով զրուցել են Հայաստանի եւ Եվրամիության արտգործնախարարները, քննարկել այդ միջոցառումները։ Արարատ Միրզյանը եւ Կայա Կալասը մտքեր են փոխանակել նաեւ Մերձավոր Արևելքում զարգացումների եւ իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ։ Հայտնել է պաշտոնական Երևանը առանց մանրամասների։ Հայ-ռուսական վերջին լարվածության ֆոնին էլ շփվել են Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարները։ Հայկական կողմը շատ մանրամասներ չի հայտնում զրույցից, նշվում է, որ Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են երկկողմ օրակարգին միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցեր։ Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ։ Նախորդ շաբաթ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների շփումը Կրեմլում անցավ բավականին լարված փոխադարձ կսմիթների մթնոլորտում։
Պուտին-Փաշինյան լարված զրույցից դիվանագիտական բառապաշարը եթե հանենք, ինչ էր Պուտինի ասածը, արդյոք Եվրոպան մտքից չհանելու դեպքում գազի գնի թանկացման շատ թափանցիկ ակնարկ չէր։ Երևանում էլ ակնհայտ է այդպես են հասկացել, եթե խոսում են նման զարգացման դեպքում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին։ Հիմա թվերով նայենք, Հայաստանը կենսական կախվածություն ունի Ռուսաստանից եւ ինչ կարժենա կողմերին տնտեսական պատերազմը։ Цены на газ, скажем, в Европе. Գազը Եվրոպայում կտրուկ թանկացել է $600 1000 խորանարդի դիմաց, իսկ Ռուսաստանը Հայաստանին $177.5 է վաճառում։ Տարբերությունը հսկայական է։ Разница большая. Այդ պարագայում, եթե նրանք նման որոշում կկայացնեն, Հայաստանի Հանրապետությունը մի որոշում կկայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե հապկից, թե ԵԱՏՄ-ից։ Нахождение в таможенном союзе. Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինել ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն։ Ինչ է եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ-ն։ Ոչ մի բան։ Կրեմլում Վլադիմիր Պուտին Նիկոլ Փաշինյան փոխադարձ խայթոցներից հետո երկու երկրների տնտեսական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ հեռակա բանավեճն ավելի է սրվում։ Մոսկվան պարբերաբար ըստ էության սպառնում է Եվրամիության հետ կապերի հետագա խորացման հնարավոր վատ հետևանքներով։ Հայաստանցի պաշտոնյաները պատասխանում են ոչ պակաս կտրուկ հայտարարություններով։ Եթե Ռուսաստանը որոշի Հայաստանի համար գազը թանկացնել, Հայաստանը դուրս կգա Եվրասիական տնտեսական միությունից։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո Հայաստանի հանրությանն ուղղված արդեն մի քանի նախազգուշացնող հայտարարություններ է արել։ Պնդել է, եթե Հայաստանը Եվրամիություն մտնի, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ Հայ գործարարներին հորդորել է սթափ գնահատել ապրանքները Եվրամիություն արտահանելու հեռանկարը։ Անգամ ակնարկել Ռուսաստանում հայկական բիզնեսներին ճնշելու մասին։ Իսկ ինչ եք կարծում, ինչպես կարձագանքեն ռուսաստանցի գործարարները Ռուսաստանում հայկական բիզնեսի ներկայությանը, եթե Հայաստանում ռուսական բիզնեսը դուրս մղվի։ Ինչ կլինի հետո։ Կարծում եմ, որ ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում այս հարցի պատասխանն իմանալ չեն ուզում, թեև այն ակնհայտ է։ Եկեք փորձենք հասկանալ, թե կողմերը տնտեսական հարաբերությունների ինչպիսի մակարդակում են արդեն սպառնալիքների վերածվող փոխադարձ խայթոցների այս շրջան մտել։ Որքան է կազմում Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը, ինչ փոփոխություններ են եղել վերջին տարիներին, ինչպիսի ցուցանիշներ կան Եվրամիության երկրների հետ հարաբերություններում ու հնարավոր ինչ լծակներ ունի Մոսկվան։ Նախ սակայն կապույտ վառելիքի մասին խոսենք։ Այժմ Հայաստանը գազը սահմանին գնում է 1000 խորանարդ մետրի համար պաշտոնապես սահմանված $165 սակագնով։ Այն սակայն կարող է տատանվել պայմանավորված կապույտ վառելիքի որակից կալորիականությունից։ Հայաստանն այժմ ավելի խիտ գազ է ստանում ու այդպիսով վերջնական գինը հասնում է Ռուսաստանի նախագահի նշած $177.5-ին։ 2022-ին, երբ երկու երկրների հարաբերությունները դեռ այսչափ լարված չէին, Երևանն ու Մոսկվան տարիներ տևած բանակցություններից հետո պայմանավորվեցին սահմանին գազի գինը 10 տարով անփոփոխ թողնել։ Փոխարենն այդ ժամանակահատվածում Հայաստանը Ռուսաստանին ընդհանուր $350 միլիոն կվճարի Հրազդան ջեկի 5-րդ էներգաբլոկի ծախսերի համար։ Այն ժամանակ գործադիրից Ազատությանը հայտնել էին, եթե այնուամենայնիվ ռուսական կողմը որոշի թանկացնել գազը, 10 տարում $350 միլիոն վճարելու պայմանավորվածությունը չի գործի։ Ամեն տարի Հայաստանը պլյուս-մինուս $400 միլիոն բնական գազ է գնում, գումարած 2022-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն տարեկան շուրջ $32 միլիոն վճարում։ Գումարը տարեկան ներկրված գազի արժեքի փոքր մասն է, 8%-ը։ Այդուհանդերձ արդեն մի քանի տարի է հաջողվել է գինն անփոփոխ թողնել։ Կգնա Մոսկվան թանկացման, հայ պաշտոնյաներն այդուհանդերձ կարծում են, թե բանը դրան չի հասնի։ Ես կարծում եմ, որ իրական գազի գինը չի փոխվի, որովհետև Հայաստանը կարծում եմ գործընկերներին անհրաժեշտ է որ մնա եւ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, ապա այդ պարագայում ինչու պետք է մնա այդ միության մեջ։ Շարունակենք վառելիքի թեման քննարկել, թեև արդեն պարբերաբար Հայաստանը Վրաստանի տարածքով ադրբեջանական բենզին է ներկրում, այդուհանդերձ առայժմ ամենախոշոր մատակարարը Ռուսաստանն է։ Այս դեպքում ի տարբերություն բնական գազի մի փոքր այլ կանոններ են գործում։ Գնագոյացման հարցում պետությունը որոշիչ դեր չունի։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ավելի վաղ պնդել էին, թե բենզին ներկրող ընկերություններն ուղիղ մատակարարների հետ են պայմանավորվում գնի շուրջ, եւ պետությունն անգամ չգիտի, թե ինչ գնով ու պայմաններով։
ինչ կլինի այս շուկայում հնարավոր չէ կանխատեսել։ Ամեն դեպքում մերձավոր արևելքում ռազմական գործողություններին զուգահեռ համաշխարհային գների աճից հետո Հայաստանում մեծ փոփոխություններ չեն եղել։ Սննդամթերքին անդրադառնանք։ Հայաստանը մեծ կախվածություն ունի ռուսական ցորենից։ Անցած տարի շուրջ 83 միլիոն դոլարի 332 հազար տոննա ներկրված ցորենի գրեթե 100%-ը հենց ռուսական արտադրության է։ 1 տոննայի համար Հայաստանը վճարել է շուրջ $250։ 2024-ին 1 տոննան $192 էր արժեցել։ Ցորենի շուկան նույնպես հաճախ տատանվում է։ Ցորենի միջազգային գներն այժմ դարձյալ սկսել են աճել, ըստ ՄԱԿ-ի Պարենի կազմակերպության պատճառները տարբեր են։ Միացյալ Նահանգներում երաշտի վերաբերյալ մտահոգություններից մինչև Ավստրալիայում պարարտանյութերի հնարավոր թանկացումներ։ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությանն անդրադառնանք։ Պաշտոնական Մոսկվան Կրեմլում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունելուց անմիջապես հետո հայտարարեց, թե Եվրամիությանը մոտենալու խոսակցությունները երկու երկրների առևտրի վրա միլիարդներ են արժեցել։ Մեջբերում փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունից։ 2024-ի սեպտեմբերին մենք հայ գործընկերների ուշադրությունն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ նրանց խոսակցությունները Եվրամիություն մտնելու ձգտման մասին անդրադառնում են ռուս գործարարների Հայաստանի հետ առևտրի վրա։ Միայն այդ խոսակցությունները ռուս-հայկական հարաբերությունների վրա իրական 5.1 միլիարդ դոլար են արժեցել։ Փոխադարձ առևտրաշրջանառության վերաբերյալ երկու երկրների պաշտոնական վիճակագրությունը տարբեր է։ Ըստ ռուսական կողմի 2025-ին 2024-ի համեմատ այն նվազել է 6.4 միլիարդ դոլարով, ըստ հայկական կողմի շուրջ 4.8 միլիարդ դոլարով։ Չնայած տարբերություններին փաստ է, մեկ տարում երկու երկրների միջև առևտուրը ռուս-ուկրաինական պատերազմից հետո շեշտակի ընդլայնումից հետո նույն կերպ մեծ տեմպերով նվազում է։ Հիմա զորակոչի թվերի մասին։ Երկու տարբեր հայտարարություններ են հնչում, մեկը կրիտիկական նվազման, մյուսը բարելավման մասին, բայց այստեղ ամենատարօրինակը այն է, որ երկուսն էլ իշխանական թիմից։ Այդ թվերը այդպես չի։ Իշխանական պատգամավոր Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ Կուսակցի Հայկ Սարգսյանի հրապարակած զորակոչի մտահոգիչ թվերի հետ։ Համաձայն չէ, բայց խոստովանում է, թվերից տեղյակ չէ։ Ճիշտ ասած, թվերից ես տեղյակ չեմ։ Քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է։ Քո զորքի թիվը 44000-ից 14 տարում, իջել է 14000։ Զորակոչից խուսափողների համար խստացնող ու ծառայողների համար խրախուսող կարգավորումներ էր առաջարկում պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Դրա նախագիծը 3 խորհրդարանական հանձնաժողովում մերժվեց եւ պատգամավորը նախ նիստում վրդովվեց։ Այն որ թշնամու պիտի միլիարդներ ծախսել, որ մեր զորքը 30%-ով պակասի, դուք դա արել եք անվճար։ Հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ Դուք տալիս ես քո բանակի աշկն ես հանում։ Անցյալ տարի 2811 հոգի հրաժարվել է քաղաքացիությունից բանակ չգնալու համար։ Երևանում ապրող յուրաքանչյուր 1000 զորակոչիկից 100-ն է բանակ գնում, հիմնական բեռը մարզերի վրա է։ Իրավիճակը պատգամավորը մտահոգիչ, կրիտիկական, աղետալի բառերով էր ներկայացնում։ Ամեն տարի ավելի ու ավելի քիչ են ծառայության մեկնողները։ Որ հիմա հնարավորություն ունեմ կարող է լացեմել էլի, որովհետև անընդունելի է դա։ Չի կարա տենց բան լինի։ Գագիկ Մելքոնյանը կարծում է, եթե այնուամենայնիվ զորակոչիկների թիվը նվազել է, ուրեմն ժողովուրդը Հայաստանից գնացել է եւ 8 տարի կառավարող թիմի ներկայացուցիչը գիտի ում մեղադրել։ Հարցրեք նախկին ղեկավարությանը։ Բայց վերջին 8 տարում գոնե հետ գային։ Հրավիրեք թող կան։ Մելքոնյանի թիմակից ու Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը զորակոչի վիճակը մտահոգիչ է համարում, վստահ է, մի քիչ ժամանակ կանցնի ու կառավարության իրականացրած փոփոխությունները կշտկեն վիճակը։ Հիվանդությունների ցանկն է փոփոխվել, որով ազատվում էին զինծառայությունից, սա մեկ։ Պարտադիր ծառայության ժամկետը 2 տարուց 1.5 տարի դարձնելը համարում է լավ խթան, որ չխուսափեն ծառայելուց։ Եվ ըստ պատգամավորի խաղաղության պայմանագիրը, որ չի ստորագրվել, կօգնի, որ բանակից փախչողների թիվը կրճատվի։ Այս ամեն ինչը նպաստելու է, որպեսզի մարդիկ զարտուղի ճանապարհներով չփորձեն ազատվել զինծառայությունից։ Իսկ որպեսզի մենք հասկանանք, թե արդեն վիճակը ինչքանով է բարելավել, պետք է սպասենք։ Պաշտպանության նախարարությունն է այսօր արձագանքել պատգամավոր Սարգսյանի հնչեցրած թվերին, թե զորակոչիկները 14 տարում 14000 են դարձել 44000-ից։ 2022 թվականի համեմատ 2025 թվականին զորակոչվածների թվականակն ավելացել է 25.3%-ով։ Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն եւ ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում արկա պայմանների վերաբերյալ։
Պաշտպանական գերատեսչությունը պատգամավորի հնչեցրած թվերը զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ է համարում ու ընդգծում, որ զորակոչի զորահավաքի թվերը գաղտնագրված են։ Ինքնին ամբողջ իշխանությունը այս բանակի անվտանգության հետ կապված մրցավազքում կարմիր գիծ սահման չի ճանաչում։ Նույն այս թվերը, որ հրապարակում էր Հայկ Սարգսյանը 2025-ին հանձնաժողովում ես եմ խնդիր դրել, որ գաղտնիք է, պետական գաղտնիք է։ Ես որ հրապարակեի, հաջորդ օրը ազգային անվտանգությունից մինչև ռազմական ոստիկանություն մեր դռան դեմը հերթ էին կանգնել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության անդամ Գեգամ Մանուկյանը թվերով չի խոսի։ Շեշտում է զորակոչվածների թվաքանակի ավելացումը, որի մասին գերատեսչությունն է խոսում, հիվանդությունների ցանկի կրճատման արդյունք է։ Առողջության հետ կապված հիվանդությունների ցանկի պակասեցման հետ կապված զորակոչում առաջընթաց կա, բայց նաև Հայկ Սարգսյանը երեք ուղղակի պատռեց այս իշխանության դեմքը Նիկոլ Փաշինյանի Պապիկյան Սուրենի, երբ որ մենք հակադրում էինք, որ 1.5 տարվա ծառայությունը դուք պետք է հիմնավորեք, որովհետև դա բանակի թվի վրա ազդում է, երթուն պատառեն ուտում, որ չի ազդում։ Երեք Հայկ Սարգսյանը պարզ ասեց, որ սուտ են խոսել իր կուսակիցները։ Կասկած չունի զինծառայության ժամկետի կրճատումը խորացնելու է խնդիրը։ Պոպուլիստական քայլեր քվե մուրալու համար անտեսելով անվտանգային ռիսկերը, վստահ է պատգամավոր Մանուկյանը։ Այսօր, ասում է, առաջնագծում զինվորները ամիսներով են մնում, փոխարինողներ չունեն։ 2.5-3 ամիս զինվորը մարտական հերթապահության մեջ ասել եմ դուք կյանքում տեսել եք 15 օրից ավել, որ զինվորը մարտական հերթապահություն իրականացրի, ու նաև դեպքերը, որ բանակում լինում են, նաև դրա հետևանքով է։ Եվս երկու լուր միջազգային լրահոսից ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածների հետևանքով այսօր երկու կողմում էլ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր։ Նրանց թվում երեխաներ։ Վերջին ամիսներին և Ռուսաստանը և Ուկրաինան սաստկացրել են հեռահար անօդաչու սարքերի և հրթիռային հարձակումները, հիմնականում թիրախավորելով էներգետիկ ենթակառուցվածքները։ Արտեմիս 2 առաքելությունը ավարտել է լուսնի շուրջ իր 7 ժամանոց պտույտը, տիեզերագնացները վերադառնում են երկիր։ Այս ուղևորության ընթացքում նրանց հաջողվել է գերազանցել 1970 թվականին լուսին ուղևորված Ապոլոն 13-ի գրանցած հեռավորության ռեկորդը, ՆԱՍԱ-ի հրապարակած լուսանկարներում երկիրն է լուսնի կողմից և լուսնի այն կողմը, որը չի երևում երկիր մոլորակից։ Այսքանը այս եթերաժամի համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է, սոցցանցերի մեր էջերում նույնպես հետևեք, հաջողություն։